Անկլավների հարցը հայ-ադրբեջանական սահմանազատման օրակարգում։ Արդյոք պայմանավորվածություն կա Տիգրանաշենի վերաբերյալ եւ ինչ ռիսկերի կբերի տարածքի սահմանազատումը։ Ինչու է Քնեսետը կասեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը եւ արդյոք հարցը տեղ կգտնի հաջորդ խորհրդարանում։ Ինչով են պայմանավորված վերջին շրջանի հնչեղ ձերբակալությունները եւ ինչ նպատակ են հետապնդում։ Իրավապաշտպանների կարծիքով այդ գործընթացներն իրավական չեն։ Ծնելիության ցուցանիշներն ու պտղաբերության գործակիցը մեր երկրում անկում են ապրում, ինչպես խրախուսել երիտասարդներին, որ ցանկանան երեխա ունենալ։ Հայաստանը մեկ շաբաթ կվերածվի աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի։ Կապուտաչյա Սևանի ափին կանցկացվի Seaside Startup Summit Armenia 2026 վրանային բիզնես ֆորումը։ Հսկողական միջոցառումներ Երևանում 17 անձ բերման է ենթարկվել, ինչ կասկածով։ Բնակարանային աջակցության ծրագիր 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ծրագրի մեկնարկը հաջորդ տարի։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժամը մեր եթերում։ Որ փուլում է հայ-ադրբեջանական սահմանազատումը եւ ինչ պայմանավորվածություններ կան անկլավների վերաբերյալ, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օրերս պնդեց, որ դելիմիտացիայի շրջանակում կլուծվեն անկլավային գյուղերի հարցերը։ Փաշինյանն էլ ասաց, որ պետք է գնալ դե յուրե ճանապարհով առաջնորդվել այն քարտեզներով, որոնք դրված են սեղանին։ Վերլուծաբանների կարծիքով, սակայն տարածքային հարցերը չեն կարող դիտարկվել միայն քարտեզով։ Տիգրանաշենի դեպքում լուրջ անվտանգային ռիսկերի առջև կկանգնենք, կորցնելով հյուսիսը հարավին կապող ռազմավարական ճանապարհը։ Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին ակտիվացել է ամենազգայուն հարցերից մեկը՝ անկլավների խնդիրը։ Տարիներ շարունակ չլուծված այս թեման այժմ կապվում է սահմանազատման գործընթացի հետ, իսկ ընդդիմախոսներն ու իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են արմատապես տարբեր գնահատականներ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը 1-2 ամիս առաջ արդեն տեսել է, որ իբրե Արտվաշենի հետ կապված ադրբեջանցիները դա նշում են այլ գույնով, վկայում այն հանգամանքի մասին, որ ընտրություններից առաջ ըստ էության արդեն իսկ այդ որոշումը կար, ուղղակի չի հայտարարում։ Մանիպուլյացիա է սովորական։ Փաշինյանը պնդում է, Հայաստանը չի կարող անտեսել Արտվաշենի հարցը, եթե քննարկվում են Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական նախկին անկլավների վերաբերյալ պահանջներ։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում են կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում են փոփոխություններ։ Ներքին լսարանի համար հիմնավորում են, որ իբրե Ադրբեջանը Արտվաշենի նկատմամբ իրավազորության խնդիր չի դնում եւ պատրաստ է Արտվաշենը հանձնել։ Պետք է ասենք, որ հողային առումով Արտվաշենի տարածքը շատ ավելի շատ է այն տարածքներից, որոնք մեր անկլավ են հայտարարում եւ պետք է հանձնվեն, եւ սա փաթեթավորում են ընդամենը տոնական ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ իշխանության քննադատները զգուշացնում են, ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել Տիգրանաշենին կամ այլ ռազմավարական նշանակության հատվածների կարգավիճակին, պետք է բացառի Հայաստանի անվտանգության համար վտանգավոր լուծումները։ Արդյոք անկլավները ունեն իրավական հիմքեր։ Արդյոք դրանք ձևավորվել են ժամանակին, խորհրդային միության տարիներին արդյոք դրանք ձևավորվել են օրինական կերպով, թե դրանք իրավական հիմքեր չունեն եւ ժամանակավոր գոյացություններ են եղել։ Իրավական հարցության մեջ եթե խնդիրը դիտարկենք, ըստ էության Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել ի սկզբանե, բայց այն պայքարած, երբ որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում անկլավների գոյության մասին, այդ պայքարած ադրբեջանական պահանջը մասնավորապես միայն Տիգրանաշենը չի, ելի գյուղեր կան, բայց խնդիրը բացառապես բնակավայրերին չի վերաբերում, կան նաև այդ տարածքներ, որտեղ Ադրբեջանը պահանջում է։ Քաղաքական որոշ վերլուծաբանների գնահատմամբ անկլավների հարցը չի սահմանափակվում միայն տարածքային խնդիրներով։ Վերլուծաբանների դիտարկմամբ, հատկապես Տիգրանաշենի դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի հարավը հյուսիսին կապող կարևոր ճանապարհային հանգույցի եւ անվտանգության հարցերին։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է խորհրդային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Եթե անձ ուզում է անցնել այդ անկլավ, ապա նա առնվազն 2 սահմանային անցակետ անցնի, որը որոշակի խնդիրներ է առաջացնում։ Չեմ ասում անվտանգային հարցերը։
Փորձագետների մի մասը նշում է, տարածքային հարցերը չեն կարող դիտարկվել միայն քարտեզով, անհրաժեշտ են իրավական հիմքեր, անվտանգության մեխանիզմներ եւ հստակ պայմանավորվածություններ։ Այն հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանցիները նստած են, այդ մարդիկ համարում են, որ այդ տարածքները իրենց սահմանից ներս են եւ այստեղ հանձնման, դուք կարող եք հայտարարել, որ 250 կիլոմետր քառակուսի տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված է։ Ադրբեջանը դա չի համարում օկուպացված տարածք, չի դիտարկում որպես օկուպացված տարածք եւ ուժի դիրքերից ամենայն հավանականությամբ, եթե չկարողանա լեգալացնել դեպի վրա, դե ֆակտո այդ հողերը մնալու են իրենց։ Այս պահին որևէ վերջնական համաձայնություն անկլավների վերաբերյալ չկա, սակայն հարցը շարունակում է մնալ բանակցային գործընթացի ամենաբարդ կետերից մեկը, միաժամանակ դառնալով ներքաղաքական լուրջ բանավեճի առարկա։ Անկլավների հարցի լուծումը կարող է ազդել ոչ միայն սահմանագծի, այլև Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հաղորդակցության ամբողջ համակարգի վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բրյուսելում անցկացվում է Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները եւ Եվրամիության ներգրավվածության հրամայական խորագրով համաժողով, որի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանների եւ քաղբանտարկյալների իրավիճակի գնահատականը։ Համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Կոստաս Մավրիդիսը Կիպրոսից եւ Միրիամ Լեքսմանը Սլովակիայից։ Իդեպ այսօր տեղեկություն է տարածվել, որ 2020 թվականից Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած եւ Բաքվում նրա նկատմամբ դիտավորյալ բժշկական ամփոփություն է դրսևորվում։ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Իսրայելի կառավարությունը հունիսի վերջին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի, Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։ Քվեարկության կասեցումը իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին ամիսներին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։ Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդ եւ ըստ իսրայելական մամուլի նստաշրջան չի անցկացնի մինչեւ հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։ Քաղաքական ռեալիզմը միշտ հաղթող էր դուրս գալիս եւ Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը Թուրքիայի հետ շատ ավելի կարեւոր էր, քան բարոյական պարտքը, ինչպիսին մենք ենթադրում ենք, որ պետք է լիներ։ Պարբերաբար հարցը այսպես շրջանցվում էր, իմիջիալոս նույնիսկ Բենյամին Նեթանյահուն է այս հարցով ժամանակին այսպես փորձել դիվիդենդներ շահել եւ վերջնարդյունքում հաղթել է քաղաքական ռեալիզմը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Ինչով են պայմանավորված վերջին շրջանի հնչեղ ձերբակալությունները եւ ինչ նպատակ են հետապնդում։ Իրավապաշտպանների կարծիքով այդ գործընթացներն իրավական չեն։ Ծնելիության ցուցանիշներն ու պտղաբերության գործակիցը մեր երկրում անկում են ապրում, ինչպես խրախուսել երիտասարդներին, որ ցանկանան երեխա ունենալ։ Հայաստանը մեկ շաբաթ կվերածվի աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի։ Կապուտաչյա Սևանի ափին կանցկացվի Seaside Startup Summit Armenia 2026 վրանային բիզնես ֆորումը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ է եղել վարչապետ Փաշինյանը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի, ձեռք բերելով նոր որակ եւ ռազմավարական բովանդակություն, նշել է Փաշինյանը ուղերձում, ավելացրել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման գործում։ Փարիզում Բաստիլի գրավման օրվան ավանդական շքերթին մասնակցել են Ուկրաինային աջակցող կամավորների կոալիցիայի մոտ 500 զինվորներ։ Նրանց հետ առաջին անգամ նաև 25 ուկրաինացի զինվորներ են երթով անցել Շանզելիզեյով։ Երկու ուկրաինացի օդաչու ֆրանսիական արտադրության Միրաժ կործանիչներով թռիչք են կատարել միջոցառման ընթացքում։ Հիշեցնեմ, որ նախորդին Փարիզում տեղի ունեցել Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցող արևմտյան դաշնակիցների կոալիցիայի գագաթնաժողովը 3 տասնյակ երկրների առաջնորդների մասնակցությամբ, որոնց միացել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Ռուսական զինուժաբալիստիկ հրթիռներով խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Կիևում խոցվել են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչուների մշակման և արտադրության մասնակցող ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Օդեսայում էլ մարզի Յուժնի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտները։ Իր հերթին ուկրաինական բանակը հայտարարել է, որ Ազովի ծովում 11 ռուսական նավ է խոցել։ Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միաժամանակ ավելացրել, որ այդ տարակարծությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Պեսկովը ասել է, որ բոլոր խողովակներով հետևողականորեն և հիմնավորված կբացատրեն Բաքվին, թե ինչու են մոտեցումները սխալ համարում։ Հիշեցնեմ, որ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին հզոր պատասխան հարվածով, եթե Թեհրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա։ Մի սպասեք լռության, եթե հարձակվեք մեզ վրա, կլինի շատ ավելի հզոր հարված, Իրանի առաջնորդներին ուղղված խոսքում ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը պատրաստ է տարածաշրջանում ցանկացած սցենարի։ Իդեպ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել կապված Սումուտ նավատորմի գործի հետ։ Նրան մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար։ Վերադառնանք մեր երկիր, Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ յուրաքանչյուրը սպասում է, որ բռնաճնշումների հաջորդ թիրախը կարող է հենց ինքը դառնալ։ Իրավապաշտպաններն են այսօր խոսել Հայաստանի քաղաքական դաշտում վախի մթնոլորտի ձևավորման հետևանքների մասին, հայտարարելով, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հանձնաժողով են ստեղծել։ Վերջին շրջանում քրեական հետապնդումների և կալանքների են ենթարկվել ընդդիմադիր մի շարք գործիչներ, այդ թվում Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, տևական ժամանակ հետապնդման է ենթարկվում նաև Արմեն Աշոտյանը։ Իրավապաշտպանների համոզմամբ այս գործընթացները պարզապես իրավական չեն, դրանք նպատակ ունեն թուլացնել և մեկուսացնել ընդդիմադիր ուժերին, ըստ այդմ ազդել ընդդիմադիր պայքարի ընթացքի վրա։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է, այսպես ասած, տարածում ոչ միայն հասարակության մեջ, ոչ միայն իշխանություն հասարակություն, այլև արդեն այդ գործը հասել է ընտանիքներին, բարեկամներին, ընկերներին։ Դրամապանակի նույն պարունակությամբ այս հունիսին ավելի քիչ սննդամթերք ենք կարողացել գնել, քան նախորդ տարվա 6-րդ ամսին։ Մեկ տարում 8,6% գնաճ է եղել։ Մսամթերքի և կաթնամթերքի շուկայում գների սրընթաց աճին հետևել է նաև մրգերի կտրուկ գնաճը։ Չնայած գյուղացին բողոքում է, որ ռուսական սահմանափակումների պատճառով ապրանքը իրացնելու խնդիր ունի, բայց մրգերի շուկայում գնանկում չի նշմարվում։ Սննդամթերքի գնաճը Հայաստանում գերազանցում է ընդհանուր գնաճին։ 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գները Հայաստանում աճել են միջինը 8,6%-ով, իսկ առաջին 6 ամիսների գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7,5%։ Միաժամանակ բոլոր ապրանքների և ծառայությունների ընդհանուր գնաճը կազմել է 5,1%։ Այլ կերպ, վերջին 1 տարվա ընթացքում գնաճն արագացել է, բայց վերադառնանք սննդամթերքի խնդրին։ Սա այն շուկան է, որի գնային վայրիվերումներն ու արձանագրվող գնաճը միանգամից իրենց գրպանի վրա զգում են բոլորը, հատկապես հասարակության ամենախոցելի խմբերը։ Իրանի պատերազմը, որ մի քիչ սահմանները փակվեց, ընթացքում մի քիչ դժվարություններ առաջացան, մեր տեղական արտադրողներն էլ բարձրացրեցին գները, հետևաբար հետվերադարձ չեղավ նախկին գների։ Կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են 12,5%-ով։ Սա էական գնաճ է, եւ փորձագետների կարծիքով ուղղակիորեն կապված է Իրանից արտահանումների դժվարացման եւ լոգիստիկ խնդիրների հետ, քանի որ տեղական կաթնամթերքի
ստամնամթերք արտադրողները հաճախ օգտագործում են հենց իրանական հումքը։ Մսի շուկայում եւս 12.5% գնաճ է գրանցվել, եւ սա արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։ Միսը Հայաստանում շարունակաբար թանկանում է։ Քանի որ խոզի սառեցված միսը ներկրվում է մեծ ծավալերով, սա մեղմում է տեղական խոզի մսի սակագինը։ Տավարի մսի հետ կապված ներկրումները բավականին քիչ են, այդպես սառեցված մսի, դրա համար իր գնաճը ակնհայտ է լինում։ Կազմակերպությունները, ովքեր որ մսի սպառում են իրականացում, դրանք կլինեն հանրային սննդի օբյեկտներ, ռեստորանները, արագ սննդի կետերը, ֆուդկորտները եւ այլն, նրանք էլ են գնալու անպայման ու գնացած են սառեցված մսի կետը։ Ամենապարադոքսալն այն է, որ սննդամթերքի ընդգրկում ցանկում ամենամեծ թանկացումն արձանագրվել է մրգերի դեպքում՝ 16.8%։ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներկրումների խիստ, եթե չասենք տոտալ սահմանափակումների հանգամանքը հանրության շրջանում գնանկման հետ կապված որոշակի սպասելիքներ առաջացրեց։ Այն պարզ տրամաբանությամբ, որ եթե գյուղմթերքը չի արտահանվում, հետևաբար պետք է ԵԺՆ։ Իրականում գնաճը վերաբերում է նախորդ ամիսներին, երբ նորից Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին դադարեցին ներկրվել մրգերի եւ բանջարեղենի որոշ տեսակներ։ Մարտ, ապրիլ, մայիսին, երբ որ Իրանը պատերազմի դրության հետ կապված սահմանը փակեց, մենակ բուլղարական պղպեղի գինը 1100-ից թռավ 2000 դրամ։ Իրանք պետք է թիրախավորեն այնպիսի սակագին, որպեսզի կարողանան վարկային այդ պարտավորությունների մարումները, պարտանյութերի, ջրի սակագին եւ այլն դրանք կարողանան վճարել։ Հիմա շրջանառվում են լուրեր, որ Հայաստանից արտահանումներ են սկսել դեպի արաբական երկրներ եւ Եվրամիության անդամ պետություններ, սակայն խոսքը սահմանափակ ծավալների մասին է։ Այդ դեպքում ո՞ր ուղղությամբ է արտահանվում հայկական գյուղմթերքը։ Ինչպես էր ժամանակին թուրքական արտադրանքը վրացական կազմակերպության միջոցով ներկրվում Հայաստան, հիմա այդ նույն հետադարձ շղթայով հետա վերադառնում։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանի միջոցով է արտահանվում Ռուսաստան։ Այսինքն վաճառողների պահանջարկը չի նվազել։ Մի քանի միջնորդ են ավելացել դեմս ադրբեջանի կամ վրացական կողմի, մի քանի մարդ ավել փող աշխատում, իհարկե դրսում ոչ թե մեր հայրենակիցներից, եւ փաստորեն դուրս է գալիս հայկական արտադրանքը ներկայացնում են օտարազգիները դրսում։ Այս պայդրության միջելա լոլիկի, ծաղիկի եւ եկել պղպեղի։ Դերցի մթերման շրջանը չի, դերցա նեկտարինա, սալորը, դրա մթերման շրջանները հենց հասի դրանց գինել է իջնելու։ Մասնագետները այս տարի էական գնանկում են սպասում խաղողի շուկայում։ Այս շուկան եւս հավանդաբար աշխատել է դեպի Ռուսաստան արտահանումներից ստացած շահույթների հաշվին։ Հիմա սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է սպառվելու տեղական բերքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ծնելիության ցուցանիշները Հայաստանում շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32042 ծնունդ, 2024 թվականի 33593-ի եւ 2023 թվականի 36590-ի դիմաց։ Պաշտոնական տվյալները ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, նշելով, որ նվազում են նաեւ պտղաբերության գործակիցը մեր վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։ Ըստ նախարարի ստեղծած իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը եւ պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։ Մտահոգիչը սովետական վերջին տարիներին մեր մոտ 75-76 հազար նորածիններ էր լինում ամեն տարի։ Հիմա մենք խոսում ենք 34, 35, 36-ի մասին։ Հիմնականում ասենք 3 ուղղությամբ են էլի ծրագրերը լինում պետական։ Առաջինը խթանում են ծնելիությունը, այսինքն առաջի երեխայի կապակցությամբ երկրորդի, երրորդի ֆինանսական լուրջ օգնություններ։ Դեռ հաջորդը դա կանանց հետ կապված, ասենք 6 ամիս հետո հեռավար ձևով աշխատեն։ Երրորդը կասեի հիմնականներից է երիտասարդ ընտանիքների համար ավելի էժան հիպոթեկային հարմար վարկերով բնակարաններ տրամադրել։ Գեղամագեղեցկուհին կրկին իր շուրջն է հավաքում հարյուրավոր ստարտափերների աշխարհի տասնյակ երկրներից։ Հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Սևանում կանցկացվի Seaside Startup 2026 վրանային բիզնես ֆորում, որ մեր երկիրը մեկ շաբաթ կվերածի աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի։ Ֆորումին մասնակցության աննախադեպ թվով դիմումներ են գրանցվել, լավագույն ուսանողներին անակնկալ է սպասվում։
Seaside Startup Summit Armenia 2026 վրանային բիզնես ֆորումը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Կապուտաչյա լճի ափին կմեկտեղի ստարտափերների նոր սերնդին մեկ շաբաթով Հայաստանը վերածելով տեխնոլոգիական կենտրոնի։ Ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակը միավորելու է նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին եւ փորձառու մասնագետներին։ Այստեղ ստարտափ թիմերը հնարավորություն են ստանում ներկայացնել ու զարգացնել գաղափարներ, իրականություն դարձնել նախաձեռնություններ, իսկ ոլորտի առաջատար փորձագետները նրանց փոխանցում են իրենց բազմամյա փորձը, գիտելիքներն ու գործնական հմտությունները նպաստելով երիտասարդների աճին եւ հաջողությանը։ Տարիներ շարունակ մեր երկրում անցկացվող այս կարևորագույն միջոցառումը հերթական անգամ Հայաստանում կկենտրոնացնի նաեւ ներդրողների աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարի աննախադեպ դիմումների քանակ ենք ունեցել, մոտ 800 դիմումներ ենք ունեցել 72 երկրներից, ակնկալվում է, որ մոտ 50 երկրից հիմնական մասնակիցներ կունենանք, իսկ ստարտափ ընկերությունների թիվը կանցնի 250-ը։ Բավական շատ դիմումներ ենք ունեցել նաև ուսանողների շրջանում, մոտ 40 կրթական հաստատություններից, մոտ 500 դիմում ենք ունեցել, իրենցից մոտ 200-ը հնարավորություն են ունենալու մասնակցել նախաինկուբացիոն ծրագրին եւ իրենցից լավագույն ուսանողներից 3-ը scholarship են ստանալու մինչև 1 միլիոն դրամի չափով։ 4 կրթական ծրագիր եւս 7 միջոցառում Սևանի ափ հասած ստարտափերների օրակարգն այս անգամ եւս բազմազան եւ հագեցած կլինի։ Ունենք կրթական նախագծեր նախատեսված աճի փուլում գտնվող թիմերի համար, ովքեր անցնելու են աքսելերացիոն ծրագիր, գաղափարի փուլում գտնվող թիմերի համար, ովքեր անցնելու են ինկուբացիոն ծրագիր եւ ուսանողների համար նախատեսված ծրագիր, ովքեր անցնելու են նախաինկուբացիոն ծրագիր, եւ այս բոլոր ծրագրերը իրականացնելու են մեր միջազգային գործընկերները։ Երկրորդ տարին անընդմեջ Seaside Startup Summit-ի կողքին է կանգնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, նաեւ այս աջակցության շնորհիվ է հերթական անգամ ֆորումն ընդլայնում իր մասշտաբները։ Այս տարի արդեն միջոցառումը փորձում ենք ընկալել ոչ թե լոկ միջոցառում, այլ որպես միջավայր, որտեղ տեղի են ունենում տարբեր կրթական ծրագրեր եւ տարբեր միջոցառումներ։ Դրանց մեջ կենտրոնական դեր ունի նաեւ World Youth Environment Festival-ը, որը հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17 միջոցառման նախամիջոցառում է հանդիսանում։ Այստեղ օգնության ձեռքը շրջակա միջավայրի նախարարությունից է։ Այդ միջոցառման շրջանակներում նաեւ կենսաբազմազանությանը նվիրված տարբեր ծրագրեր եւ տարբեր կոմպոնենտներ ունենք։ Seaside Startup Summit-ի ոչ ֆորմալ միջավայրը նպաստում է արժեքավոր ծանոթությունների, գաղափարների, փոխանակման եւ միջազգային համագործակցությունների ձևավորմանը։ Այստեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ձեռք են բերում նոր կապեր, իսկ հենց այդ շփումների արդյունքում հաճախ ծնվում են գաղափարներ, որոնք հետագայում վերածվում են հաջողակ եւ մասշտաբային նախաձեռնությունների, ներդրումային հաջողված պատմությունների։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Կրկին դադարի մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Հսկողական միջոցառումներ Երևանում 17 անց զբերման է ենթարկվել ինչ կասկածով։ Բնակարանային աջակցության ծրագիր 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ծրագրի մեկնարկը հաջորդ տարի։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ավելի արագ ինտերնետ եւ բջջային հասանելիություն 5G+ ցանցի օգնությամբ։ Առայժմ միայն Vivan է ապահովում 5G+ ցանց, ինչը ընկերության գլխավոր տնօրենի խոսքով դառնալու է Հայաստանի թվային վերափոխման հաջորդ փուլի հիմնական շարժիչ ուժը։ Որպես այս տարվա առաջին կիսամյակում ամենաարագ բջջային ցանց ունեցող ընկերություն, Viva-ին է շնորհվել նաև Speed Test մրցանակը։ Vivan գործարկել է երկրի առաջին եւ միակ 5G+ ցանցը, այն հասանելի դարձնելով Երևանում եւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի քաղաքներում։ Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է 5G+-ով ծածկել Հայաստանի բոլոր քաղաքները, ինչպես նաեւ գյուղական համայնքները։ 5G+-ը նոր սերնդի բջջային տեխնոլոգիա է, որը ապահովում է ավելի բարձր արագություն, նվազագույն հապաղում եւ միաժամանակ զգալիորեն ավելի մեծ թվով սարքերի աշխատանք։ 5G+-ը ճանապարհ է բացում արհեստական
արհեստական բանականությամբ աշխատող ավելի բարդ լուծումների IoT լայնածավալ ներդրման, տվյալների իրական ժամանակում մշակման, ինչպես նաև վիրտուալ, լրացված եւ խառը իրականության վրա հիմնված նոր փորձառությունների համար։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր 2026 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը ներառյալ 5G+ ցանցի հասանելիություն ունեցող քաղաքների եւ գյուղերի սպասարկման կենտրոններում կդառնան Viva-ի բաժանորդ, կստանան նվեր 50 գիգաբայթ ինտերնետ փաթեթ։ Мы уверены, что 5G станет важным Ակնկալում ենք, որ 5G+-ի ներդրման դրական ազդեցությունը կարտահայտվի ինչպես անհատ բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմամբ, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի թվային վերափոխմամբ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բեռնափոխադրման, մանրածախ առևտրի, արտադրության եւ խելացի քաղաքային միջավայրում գործող կազմակերպությունները կարող են զգալիորեն բարելավել իրենց գործառնական արդյունավետությունը, ներդնելով IoT, արհեստական բանականության, ռոբոտաշինության, թվային կրկնօրինակների եւ ինքնավար տրանսպորտի լուծումներ։ Մենք վստահ ենք, որ 5G+-ը դառնալու է Հայաստանի թվային վերափոխման հաջորդ փուլի հիմնական շարժիչ ուժը։ Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ 5G+-ի ներդրումը խթանում է տնտեսական աճը, բարձրացնում երկրների մրցունակությունը եւ արագացնում թվային էկոհամակարգերի զարգացումը։ Այս ռազմավարությամբ առաջնորդվելով Viva-ն իրականացրել է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ռադիոսպեկտրի ռեսուրսների ձեռքբերմանը։ 5G համար հատկացված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ստացումը ստեղծել է անհրաժեշտ հիմք Standalone 5G+ ցանցի ներդրման եւ հաջորդ սերնդի թվային ծառայությունների ու լուծումների զարգացման համար։ Երևանում 5G+ ցանցի ներդրումը իրականացվել է Nokia-ի, իսկ մարզերի քաղաքներում Ericsson-ի տեխնոլոգիական աջակցության եւ լուծումների շնորհիվ։ Ակնկալվում է, որ 5G, 5G+-ի IoT եւ արհեստական բանականության համատեղ կիրառումը ամենամեծ տնտեսական ազդեցությունը կլինի արդյունաբերական ռոբոտաշինության, խելացի արտադրության եւ կանխատեսող տեխնիկական սպասարկման, խելացի գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների խելացի կառավարման, խելացի քաղաքների, թվային երկվորյակների ուղղություններում։ Ամենին զուգահեռ Viva-ին շնորհվել է նաեւ Speed Test մրցանակը։ Մեծ հաճույքով Viva-ին ենք շնորհում Speed Test մրցանակը, որպես Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում ամենաարագ բջջային ցանց ունեցող ընկերություն։ Viva-ի հանձնառությունը նորարարությանը եւ կապի ծառայությունների գերազանց որակին լիովին արտացոլվում է նրանց ապահովված տպավորիչ արագություններում եւ հուսալի ցանցում, եւ Օկլան հպարտությամբ է նշում նրանց հաջողությունը։ 5G-ն նոր հնարավորություն կտա կիրառել արհեստական բանականությամբ աշխատող խելացի ծառայություններ իրական ժամանակում խոսքի թարգմանությամբ զանգերից մինչև անպային սմարթֆոններ։ Այն կնպաստի նաև ինքնավար տրանսպորտի, հեռաբժշկության, խելացի արտադրության եւ թվային տնտեսության զարգացմանը։ Դավիթ Թադևոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Մեկ շաբաթ Երևանը կրկին կինոսինողների ուշադրության կենտրոնում կլինի։ Մարզահամերգային համալիրում տրվել է ոսկե ծիրան կինոփառատոնի մեկնարկը հայ-ֆրանսիական Արտոյի երկիրը կինոդրամայով։ 40 երկրից 90 ֆիլմ է մասնակցում փառատոնին։ 15-րդ անգամ փառատոնի գլխավոր գործընկերն է Viva-ն։ Երևանում 23-րդ անգամ մեկնարկել է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերը 15-րդ անգամ Viva-ն է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկին, նպաստելով միջազգային կինոգործիչների եւ հանդիսատեսի հանդիպմանը Երևանում։ Արվեստի կարևորության մասին կարելի է խոսել միայն արվեստի լեզվով։ Մարդկությանը դա անհրաժեշտ է ոչ թե ուղղակի արտահայտվելու, այլ զարգացման համար։ Այդ մասին մեզ հուշում են բոլոր ժամանակների մեծերը։ Դանթեին եւ Բրոդսկուն բաժանում է 6 դար, սակայն երկուսն էլ նույն ճշմարտության տարբեր կողմերն են ներկայացրել։ Դանթեն հուշում է, որ աշխարհը շարժվում է սիրո ուժով, իսկ Բրոդսկին, որ մարդն իր բարձրագույն կոչմանն է ձգտում պոեզիայի միջոցով։ Արվեստը սիրո լեզու է։ Ուրախ եմ արձանագրել, որ Viva-ն արդեն 15 տարի այս կինոփառատոնի միջոցով ձգտում է կարևոր պատգամ հասցնել մարդկանց։ Փառատոնը բացվել է Թամարա Ստեփանյանի Արտոյի երկիրը ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են տարբեր երկրների ֆիլմեր եւ մշակութային փոխանակումներ։ Այս տարվա ուղերձն է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ բացահայտում, իսկ գլխավոր պաստառը Իգոր Գուրովիչի հեղինակությամբ նվիրված է պոեզիային։ Աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից միայն 50-ն են արժանացել կինոփառատոնների ոլորտի հեղինակավոր կազմակերպության միջազգային ճանաչմանը, եւ Ոսկե ծիրանը դրանց թվում է։ Առաջին տարին որ մեկնարկում է իբրև ըստ FIAP-ի, ըստ հեղինակավոր միակ կառույցի, որը իրականացնում է այդ
դասակարգումը եւ որակի չափանիշ շնորհում։ 23-րդ Ոսկե ծիրանի միջազգային ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ում ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում եւ Վենետիկում, իսկ տարածաշրջանային մրցույթի ժյուրին գլխավորում է Մահմուդ Քալարին, ով իրանական կինոյի ճանաչված ռեժիսորների ֆիլմերը նկարահանած հայտնի օպերատորն է։ Ոսկե ծիրան փառատոնը դարձել է Հայաստանի եւ իհարկե մասնավորապես Երևանի կարևոր այցեքարտերից մեկը։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Գոթֆրի Ռեյջոյի Ժուկով ժամանակին ֆիլմով, Դավիթ Թադևոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ է նվաճել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում, որ նախորդ շաբաթ անցկացվել է Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում։ 90 երկրից 400 մասնակից է եղել։ Հայաստանը ներկայացրել են Շահինյանի անվան ֆիզմատ դպրոցի, Պոլիտեխնիկի ավագ դպրոցի եւ Քվանտ վարժարանի աշակերտները։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք, համայնքների ստացած տեղեկության համաձայն նրանցից 643-ը 7, 96-ը 8, 26-ը 9, 5-ը 10, 2-ը 11, իսկ մեկ ընտանիք 12 անչափահաս երեխա ունի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստում հայտարարվել է, որ 6 եւ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։ Երևանում 17 անձ բերման է ենթարկվել ապօրինի կայանատեղիների միջոցով գումար շորթելու կասկածանքով։ Քաղաքապետարանի աշխատակիցներն ու իրավապահները համատեղ հսկողական միջոցառում են իրականացրել եւ 17 մարդու տեղափոխել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Նրանցից 10-ը կասկածվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, 7-ը այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու համար։ Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինարարական աշխատանքները ավարտվել են։ Ջրափրկարարական ջոկատը այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի է ունեցել վարչական նոր համալիրի բացման արարողությունը, որին ոլորտի ներկայացուցիչներից եւ ներքին գործերի նախարարից բացի մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 22-ից մինչև հուլիսի 10 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում եւ մարզերում իրականացված ստուգայցերի ընթացքում մթնոլորտի աղտոտման մի շարք իրավախախտումներ են արձանագրել։ Դրանք հիմնականում վերաբերել են հողի բերի շերտի ապօրինի տեղափոխմանը, շինարարական աղբի փոխադրմանը, շինհրապարակներում պահանջվող նորմերի պահանջների անտեսմանն ու փոշեպատման անթափանց ծածկոցների չկիրառմանը։ Իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ ընդհանուր 3.150.000 դրամի չափով։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված հուլիսի 17-ին ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19 ժամը 18:00 Միասնիկյան Պողոտայի 14/12, 16/4, 41 եւ 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածներում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում։ Նարիք Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, որքան կտևի տապը, Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումների։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում, տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 33-ից 38, Լոռիում 24-ից 28, Տավուշում 29-ից 32 աստիճան, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 37 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 26-ից 29, Երևանում օրը կանցնի առանց տեղումների,
Այս գիշեր սպասվում է 20-ից 24, ցերեկը 34-ից 36, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Այսքան էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։